Մեկ շաբաթ է չեք աշխատում եւ դեռ հայտնի չի երբեք աշխատելու, ինչ կասեք, հա, որն է այսօր այստեղ հավաքվելու պահանջը ձեր։ Ժողովրդի պահանջն է, որովհետև տնօրենին մոտենում են, տնօրենը ոչինչ չի կարողանում պատասխանել։ Ժողովրդի պահանջն է, որովհետև բոլորը վարկերի մեջ են, պետք է աշխատեն, անպայման զավոդը պետք է բացվի, որովհետև առաջինը պետք է մտածել ժողովրդի մասին, ժողովուրդը շատ վատ վիճակում է, բոլորը բանկերում խնդիրներ ունեն, բոլորը մի հոգին 3 բերան է կերակրում, եւ այս անպայման պետք է այս հարցը բարձրացվի, որտեղ մեկ շաբաթ չենք աշխատում եւ պարզ չի ինչքան պետք է փակվի զավոդը։ Իմ խնդրանքն է, որպեսզի մեզ լսեն, ժողովրդին աջակցեն, ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չի, պետք չի մուրը ժողովրդից հանել, պետք է ամեն ինչը շատ ավելի ցիվիլ անել, որովհետև հիմա ես խոսում եմ, շատ հուզվում եմ, որովհետև իմ համար բոլորը, սա իմ ընտանիքն է, ես բոլորի մասին մտածում եմ, բայց ոչինչ չեմ կարող անել, իսկ սա պետական ստատուսով պետք է այս հարցը լուծվի, խնդրում եմ այս ամեն ինչը կարող եք ցույց տալ, որպեսզի բոլորը տեսնեն հեռուստացույցով, չգիտեմ, նայեն եւ հասկանան, որ 500 հոգի պլյուս 1500 հոգի սոված են թողնում, պարտքերի մեջ է ժողովրդին։ Խնդրում եմ անձնականը գործնականի հետ մի խառնեք։ Այսօր ինչու եք հավաքվել ստե մեկ շաբաթ։ Մենք ինչքանով ենք մեղավոր, հարկեր ունենք, վարկեր ունենք, բոլորս բանկերին պարտք ենք։ Ով է մեր փոխարեն այդ մուծումներն անելու։ Ես ուզում եմ հասկանամ, բանվորը ինչ մեղք ունի այս ամեն ինչի համար։ Թող արագ լուծում տան, ընթացք տան, մենք էլ աշխատենք, անցնենք մեր սովորական աշխատանքին։ Ինչով ենք մենք մեղավոր։ Քանի տարի է աշխատում եք, սա է ձեր ապրում։ Ես 8 տարի աշխատում եմ։ Ոչ մի օր չի եղել աշխատավարձի ուշացում, ինչ-որ վատ բան, մենք չենք նկատել պարոն Ծառուկյանի կողմից, փառք Աստծո, մինչև հիմա շատ շնորհակալ ենք, որ աշխատանք ունենք այս դժվարին պահին, վարկեր ունենք, հարկեր ունենք, ուսանող ունենք, ոնց ենք պահելու, ուզում եմ իմանամ, ուզում եմ հասկանամ, կառավարությունը ինչ է մտածում, երևի միակ մարդն է աշխարհում, որ պարտք, վարկ չունի, ու չի մտածում հասարակ մարդկանց մասին, բա մենք ինչ մեղք ունենք, էսի վիճակա, ու մեր նման հազարավոր աշխատողներ, չի կարելի, չէ, թող ընթացք տան, վերջը ինչ են մտածում, Անցած նիստին վարչապետը ասում էր պետք է այնպես անենք, որ աշխատողների իրավունքները չխախտվեն, հիմա խախտվում է։ Դե տենում ենք էլի ինչքանով է պաշտպանված։ Հա, հասկացանք, մի օր, 2 օր, 3 օր, ինչքան կարելի է, ասենք։ Այդ ամեն ինչը, այդ պարտքերը ոնց ենք փակելու, ուզում եմ հասկանամ։ Ինքը մեր փոխարեն կանի այդ ամեն ինչը, չէ, բնականաբար։ Գործատունա չէ մտածում, դե թողեն աշխատենք, որ մենք մեր անելիքը անենք։ Եթե երկար փակ մնա, այսպես աշխատավարձ էլ չստանաք։ Փակ մնա, եթե երկար փակ մնաց, մենք ամբողջ փողոցները կփակենք, չենք կարող ասենք շարունակենք։ Եկել ենք մենք մեր իրավունքները պաշտպանելու, քանի որ մենք հասարակ քաղաքացի ենք եւ չունենք այդ արտոնությունը, որ դիմենք այլ մարմինների կամ այլ մարմինների միջոցով այս հարցը լուծվի, մենք դիմում ենք մեր կառավարությանը։ Ես պահում եմ հիվանդ մայր եւ հիվանդ քույր։ Թոշակառու մայր ունեմ եւ հիվանդ քույր։ Եվ մեկ շաբաթ է չենք աշխատում, ես չգիտեմ ինչով պիտի կերակրեմ իմ տան անդամներին։ Մեր տունը կիսակառույց վիճակում է եւ ունենք բազմաթիվ խնդիրներ եւ դեղահաբերի եւ առողջության, ես չեմ կարողանում պատկերացնել, թե այս հարցը ոնց պիտի լուծվի։ Խնդրում եմ շուտապույտ լուծել հարցի լուծումը, որ բոլորս աշխատենք, որտեղ առանց աշխատանքի Հայաստան երկրում ապրել հնարավոր չէ։ Կարող եմ ասել այսքանը։
Ձեր պահանջը։ Մեր պահանջն էլ անույնը, բայց դե ես ասեմ, կոնկրետ ես Արցախից եմ եկել, 2 տարի է իր մոտ աշխատում եմ, ոչ մեր ղեկավարությունից եմ վատ բան տեսել, շատ լավ են ընդունել ինձ, շատ։ Ոչ պարոն Ծառուկյանից։ Մի շաբաթա տունը նստած, ով պիտի ես մեր ես Վարձով եմ ապրում։ Վարձով ապրում եմ, վարկերա, պարտքերա, չգիտեմ, կառավարությունը հարցը լուծելու է մեր։ Ինչ ասեմ։ Իսկ ասել են դեռ որքան ժամանակ է փակ մնալու, եթե երկար տևի, ինչ եք անելու։ Ոչ մի բան չեն ասել, չգիտենք, տեղյակ չենք, ոչ մի բանից։ Մի շաբաթա չի աշխատում, մենք էլ ոնց ասած մի շաբաթ հետ գնացինք էլի տենց։ Ինչ ասեմ։ Չգիտեմ, ոչ մի բան էլ մեզ ոչ մի բան չի ասել, չեմ կարող ասել։ Մի շաբաթա չենք աշխատում։ Բայց մնացածը չգիտեմ։ Այսինքն եթե չաշխատեք, վարձը չեք կարող տան։ Ոնց տանք վարձը, ինչով տամ ես վարձը։ Ես ստեղ աշխատում եմ, ստեղով եմ տալիս վարձը։ Այս մարդիկ միջամտել են, ինձ վերցրել են գործի, աշխատում են, բայց դե այդ չի նշանակում, որ ցենց փագեն, չգիտեմ, ինչ անենք։ Կառավարության այս վերաբերմունքի մասին ինչ կասեք, հա ձեր գնահատականը հասարակ աշխատողներ, այսքան հարյուրավոր աշխատողներ հարկադիր պարապուրդի են մատնված։ Դե էսի անելու բան չէ, էլի, որ արել են։ Եթե ինքը, չգիտեմ, հարց ունի իր այդ լուծելու, թող ինքը լուծի, բայց այսքան չեն փագում, սաղին թողում տուն էս, հազարավոր աշխատողներ են։